ապօրինի գույքի վերադարձի գործընթացի մասին է։ Իհարկե զեկույցի մեջ դուք կտեսնեք, որ այս ուղղությամբ մենք նաև որոշակի առաջընթաց ունենք եւ նաև ձեռքբերումներ ունենք, որովհետեւ մասնավորապես դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ իրավունքի շրջանակում Հայաստանի Հանրապետության համայնքներին վերադարձվել է 124 գույքային միավոր շուրջ 66.9 միլիարդ դրամի։ Ես կարող եմ այս պատմությունը ներկայացնել իմ հայրենի քաղաք Իջևանի օրինակով, երբ որ 2018 թվականի դրությամբ ըստ էության մեր մանկության ամբողջ զբոսայգին սեփականաշնորհված էր մի քանի կամ հիմնականում նույն մարդու կողմից եւ մինչ այլոց մենք այս փաստի բերումով շատ դեպքերում չենք կարողացել ներդրումներ անել, զբոսայգի վերականգնել, որովհետեւ մարդը տեսել է, որ լավ հեղափոխությունը եղավ, բայց զբոսայգին ինչի չի վերականգնում, որովհետեւ զբոսայգին ուրիշի սեփականությունն է եւ ուրիշի սեփականության մեջ մենք չենք կարող ներդրում անել, նախ պետքա այդ ուրիշի ապօրինի սեփականացրածը վերադարձնենք եւ մենք վերադարձրել ենք եւ ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ օրինակ այս ծրագրերը ուղղակի իմ ծննդավայրի օրինակով եմ բերում, որովհետեւ ամենալավը գիտեմ տեղի հատվածը մենք նախ զբոսայգին վերադարձրել ենք եւ վերադարձնում ենք, հələ չի ամբողջական վերադարձվում։ Եվ մենք հիմա արդեն այս տարի Իջևանում երեխաների համար ժամանակակից լողավազան ենք կառուցում բացօթյա, որտեղ երեխաները կարող են ամառը լողալ եւ հարևանությամբ ամֆիթատրոն, զբոսայգին վերականգնվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ դատարաններում ապօրինի գույքի վերադարձի 155 հայց է քննարկվում, ընդհանուր առմամբ 595 միլիարդ հայցագնով։ Իհարկե, այստեղ նաև պետք է ես ուղիղ խոստովանեմ, որ մենք այստեղ ավելի մեծ տեմպեր էինք եւ ենք ակնկալում, քան ունենք։ Եվ այստեղ հարցը իսկ ինչու մենք այս ուղղություններով, ընդ որում ոչ միայն քաղաքացիական գործերով, այլև ենթադրում եմ որոշ հանցագործությունների բացահայտման առումով բավարար տեմպով առաջ չենք գնում։ Սա այստեղ են դեպքն է, որ ես այո, էլի ուղիղ եւ առանց սեթևեթանքի ասում եմ, որ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք այստեղ շատ ուղիղ եւ շատ ճակատային կերպով պայքարում ենք մաֆիայի դեմ։ Երկար տարիներ Հայաստանում ձևավորված համակարգված մաֆիայի դեմ։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ընդգծել, որ այս բանը, որ մենք ապօրինի գույքով այսքան ենք վերադարձրել եւ ոչ այսքան, մեր ընդդիմադիրները շատ հաճախ մեր երեսով են տալիս։